Արարատյան դաշտում խաղողաքաղը ընթացքի մեջ է, այգեգործներն այս օրերին ամբողջ տարվա աշխատանքն են հավաքում։ Dur, Ali, kedek tane duba. Duba. Ne duba? Duba. Խաղողա մենք դանակով։ Ոյ, այդտենց էլ է պատահում։ Թափում է կետին նորից հավաքում ենք։ Իսկ մարդկա sense քաշելով, տես ասես կամ։ Դու էսի ճտի որակից է, այս սորտի խաղողը, ասենք մենակ գինու համար է։ Ուտելու չէ, մի որ ասում ենք երեք, մի քիչ վտանգավոր է ուտնես, մի քիչ փորից տուլ։ Ուրիշ բան ալու։ Առաքելյանների խաղողի այգում ենք Արարատի մարզի փոքր Բեդի համայնքում։ Այս խաղողի այգուց ամեն տարի 6-ից 7 տոննա բերք են ստանում։ Առաքելյանների գերտաստանը տարիներ շարունակ այս գործով է զբաղվում։ Ամեն տարի գարնանը սկսում են աշխատանքները, աշտանն արդեն բերքահավաքանում։ Հայաստան Առաքելյանի խոսքով խաղողի այգի ունեցողների գործը բարդ է։ Ամբողջ տարի աշխատում են, բուժում, աշխատուժ վերցում, որ հասցնեն, տրանսպորտի ծախսեր ունենում, վերջում էլ կիլոգրամը 140 դրամով մթերում, ասում են, վերջնահաշվարկում գյուղացուն բան չի մնում։ Սատարին մշակեր ենք, ջուրը ուշ են տալի, չեն կարում ջրենք, դեղը բերում են առնում ենք ամբորակ, մինչև ջուրը տալիս են, ասեն բերքը փչանում է։ Այդ փչանալուց հետո էլ ինչ, բերում ենք դեղը սրսկում ենք, օգուտ չի տալիս, հավաքում ենք, բանվորին ենք փողը տալիս, ամեն ինչ անում ենք, տանում ենք գործարանը, սուտկեքով հերթ են կայնում, հանձնում ենք։ Խնդիր է նաև մթերումը, կիլոգրամը 140 դրամով, եթե բախտները բերի 145, բայց դա էլ հեշտ չի լինում։ Հնարավոր է գնան գործարան, օրերով հերթ կանգնեն եւ գումարն էլ խոստացված ժամկետներից ուշ ստանան։ Ուսած տալի ես հանձնել եմ, այս վաղ, դեկտեմբերի 31-ին նոր փող տվեցի, հələ հունվարի ներողություն, հունվարի նոր փողը տվել է։ Էլ ինչ, դա ասենք նան տոկոսների տակ, հələ մինչև հիմա ստանում ենք, որ տոկոսները տան։ Չեն կարող նանի հասնենք։ Աշխատում ենք, если են խոս բայենք ավելի լավ է, մորցենք էլ գիտենք երեխեք ուտել, если տանում ենք իրանք են ուտում, մենք չենք ուտում։ Պետությունը, որ մի քիչ ուշադրություն դարձնի գյուղացուն, ուղղակի կորած է գյուղացին, ապրում է, ոնց ասում իր ապրուստի համար։ Աշխատում ես, աշնանը գալիս է բերքա հավաքում, տալիս ես, բերում ես, հաշվարկում ես, ասես, բա ոնց անեմ գարունը։ Փողը չկա գարնան համար։ Ասում են վարկ վերցեք, վարկ հետ մեզ վերցելու, ասում է 10 քանից էսի ինչքան նորից ավելացնում են, գյուղացին տալի այդ վարկեր չի կարող վերջացնել։ Գյուղացիները պետությունից վերահսկողություն են ակնկալում, որ երբ սեզոնը գալիս է, միանգամից դիզվառելիքը դեղերը չթանկանան եւ բերքի վաճառքի գումարները ժամանակին փոխանցվի։ Պամիդորը, բոլոր բերքը, գյուղացու բոլոր բերքը կախված է մշակությունից, որ հնարավորություն ունենա։ Սիլիտրը այդպես սեզոնն եկավ, դարձրել արդեն էս գնի, բարձրացրին գինը։ Այդտեղ պետք է ուշադրություն տալ։ Պետությունը ասա ախպեր, էս գնով բերել ես, վաճառում ես, ինչ կապ ունի սեզոնը մեկ էլ էդի չէ։ Դու այդ ծախսն ես արել եկե բերել այնտեղ։ Դելը էսել քարեք։ Հա։ Գյուղացիները եւս մեկ խնդիր են առանձնացնում կշեռքների բացակայությունը, ասում են այլընտրանք չունեն, միայն գործարանում են կարողանում կշռել իրենց բերքը, չգիտեն խաբում են թե չէ։ Մանուկ Առաքելյանը հիշում է խորհրդային ժամանակները, երբ կշեռք կար եւ գյուղացիները հնարավորություն ունեին բերքը կշռելուց հետո գնալ գործարան։ Շարունակելով հիշողությունները նա առանձնացնում է, որ այն ժամանակ պետության կողմից վերահսկող էր լինում գործարանում, այսօր չկա։ Ամենավատը, ասում բանա տրորացա 500 կիլո կամ մի տոննա հեչ արեք։ Ոնց կլի բատա։ Բայց մարդ չասում ես 500 կիլո որտեղից է, օդից եթե կացածել է, ասա ադե Աստված վերևից տվել է այս։ Կես իրան, կես ինձ հաթոյտա։ Բայց ես քրտինք եմ տապել, դու մի անգամից 500 կիլոն հեչ ես անում իմ վրա։ Եվ ես չգիտեմ ինչքան է իմ խաղողը, քաշը, որ ես ստեց հանեմ, կոլխոզները որ այն ժամանակ էր, էլի հանվում իր կշերկը, կշռում գրվում
30 կիլո կամ 50 կիլոյի տարբերություններ էլ մեր կշերքի վրա։ Ինքը գիտեր, որ այսքան տվել է, այսքան անելու։ Առաքելյաններն այս տարի հաջող բերքահավաք ունեցան, ասում են, այս եկամուտով կփակեն վարկերի տոկոսները եւ եթե մնացորդ լինի, գարնան այգեմշակմանը կպատրաստվեն։